Звездные войны ֆիլմերը ավելի շատ տիեզերքի մասին չի, այլ մեր մասին է։ Ու այդ պատմության կենտրոնում Anakin Skywalker-ի ողբերգությունն է։ Երբ 70-ականներին Ջորջ Լուկասը գրում էր առաջի պատմությունը, ինքը չհորինեց գիտաֆանտաստիկա, այլ հորինեց ժամանակակից դիցաբանություն։ Մութ եւ լույս ուժի կողմերը սա մարդու հավերժական պայքարն է ինքն իր հետ։ Ու ամենաուժեղ գծերից սագայի մեջ այդ Anakin Skywalker-ի անկումն է։ Ընտրյալ տղան, որը պետքա փրկեր ջեդայներին, դարձավ իրանց մահը։ Իր պատմությունը հիշեցնում է անտիկ ողբերգությունները։ Մեծ ներուժ ունեցող հերոսը կոտրվում է սեփական վախերի ու վերահսկողության մանիայի ծանրության տակ։ Բայց դրանում է Լուկասի մեծությունը, ինքը դարձրեց լայն լսարանի համար ֆիլմերը փիլիսոփայություն։ Ինքը տվեց մեզ պատմություն, որտեղ տիեզերքը ուղղակի ֆոն է ամենակարևոր հարցի համար։ Ինչքան հեռու մենք կարանք գնանք հանուն սիրո ու իշխանության։ Ու եթե քեզ հետաքրքիր է թե ոնց է փոխվել փիլիսոփայությունը նոր Звездные войны ֆիլմերի մեջ, գրի դրա մասին կոմենտներում, կարող է երկրորդ մասը լինի հենց դրա մասին։